Psoriaze ինքը եթե խրոնիկ կա պացիենտի մոտ ու երկար տարիներ, դա ցույց է տալիս ներքին օրգանների խորքային ֆունկցիոնալ խախտումների մասին, այսինքն ներքին օրգանների աշխատանքի, մասնավորապես մասողության համակարգը և ընդհանուր նյութափոխանակության խախտումները ցույց տալիս խորքային։ Անհնար է psoriaze բուժել, բժշկել սիմպտոմատիկ եղանակով, այսօր սիմպտոմատիկ եղանակներից երկուսն են մեծ մասամբ կիրառվում, դա քսուկներն են մաշկի կողմից և ներարկումները որոշ ուժեղ պրեպարատներ են ներարկում կան և հաբերի միջոցով, բայց դրանք ավելի են ճնշում հիվանդությունը և այսօր հասել է նույնիսկ այն մակարդակի, որ ներարկում են շատ ուժեղ սիմպտոմատիկ ճնշող պրեպարատ և ներարկողը տալիս է իր աշխարհիկ մինչև 5 կամ 6 տարի, որ psoriaze չի կրկնվի, բայց որպես կանոն մինչև այդ նորից հետ է վերադառնում և ավելի ուժեղ ու ավելի խախտումները մեծ։ Եվ որպես կանոն քսուկներից և այդ պրեպարատները ներարկելուց հետո պացիենտը դառնում է ավելի ներվային, ավելի անհանգիստ, դեպրեսիվ շրջան է սկսվում և ընկնում է կյանքի որակը, թուլություն խրոնիկ, ինչն է պատճառը, ճնշվում է պրոցեսները լյարդի, նման պացիենտների մոտ լինում է, որ լյարդը ընդհանրապես դադարում է ֆունկցիոնալ այսինքն լյարդի ֆունկցիոնալ աշխատանքը դադարում է մեծ մասամբ և լյարդը սկսում է ապահովել օրգանիզմի մինիմալ այն ֆունկցիաները, որոնք օրգանիզմին պետք են, որպեսզի չմահանա, բայց պայքարը օրգանիզմի դադարում է և տոքսիկացիան, այսինքն լյարդը և մաշկը դադարում են այդ թույնը մաքրելուց։ Psoriaze-ի դեպքում ինչ է կատարվում, թույն է կուտակվում արյան մեջ և ընդհանրապես օրգանիզմում տոքսիկացիա կա ուժեղ, այսինքն պետք է դուրս գա, լյարդը չկարողանալով այդ տոքսիկացիան մաքրել, դրան օգնում է լյարդի, դրան մասնակցում է այսինքն այդ գործընթացին մաշկը։ Ավելի լավ է, եթե չեն կարողանում բուժել, այսինքն եթե պետք է սիմպտոմատիկ բուժվի, ավելի լավ է psoriaze մնա օրգանիզմում, գոնե այդ ձևով արյունը մաքրվի, քան ճնշեն, այդ թույնը ներսը կուտակվի, փորն է մեծանում, մարդը նյարդային է դառնում, լյարդը դադարում է ֆունկցիոնալ, լյարդի աշխատանքը դադարում է ֆունկցիոնալ աշխատանքը, ուրիշ հիվանդություններ են առաջանում ներքին օրգանների, այսինքն ընդհուպ իմպոտենցիա, եթե տղամարդկանց մոտ է, կանանց մոտ կարա արյունահոսություններ լինել և այլն և այլն։ Եվ ինչ է ստացվում, որ սիմպտոմատիկ բուժումը psoriaze-ի դեպքում բացարձակապես չի կարելի կիրառել, բացարձակապես։ Այնինչ psoriaze հեշտ բժշկվում է հեշտությամբ, եթե պատճառը գտնվում է, այսինքն պատճառը թունավորումը օրգանիզմի որտեղից է սկսել, որ օրգանի պատճառով կամ օրգան համակարգերի և մեծ մասամբ psoriaze հետ է գնում կամ մասնակի կամ լիարժեք բժշկվում է, երբ որ բժշկվում է լյարդը, ընդհանրապես պրոցեսները, նյութափոխանակությունը և երբ որ վերականգնվում է իմունային համակարգը։ Psoriaze-ների դեպքում պատճառն է պետք գտնել և նաև ասեմ, որ մաշկի արտահայտման ամեն ձև չի, որը կարելի է հենց անվանել psoriaze, չնայած շատ դեպքեր կա, որ ավելի ճիշտ մեծ մասամբ psoriaze են անվանում, և psoriaze-ի դեպքում ամեն ինչ վերագրվում է միկրոֆլորային, մաշկում, մաշկի վրա բոլոր տեսակի բակտերիաները և սնկերը գրեթե մեծ մասը իրենց ապրում են։
Եթե մաշկի վրա մի տեսակը ավել է, քան մյուսը, այսինքն որևէ բակտերիա ավել է, քան սնկերը կամ սնկային կա խնդիր բակտերիաներն են քիչ, ապա այդ խնդիրը թաքնված է օրգանիզմի ներսում։ Այսինքն բալանսը, որպեսզի մաշկի վրա բալանսը բակտերիաների, ընդհանրապես միկրոօրգանիզմների, մանրէների եւ սնկերի եւ բակտերիաների, որպեսզի կարգավորված լինեն, պետք է ներքին օրգանները ճիշտ աշխատեն, այսինքն օրգանիզմում չլինի հիվանդություն, մասնավորապես մարսողության համակարգը պետք է լավ աշխատի եւ ֆիլտրացիա կատարող տոքսիկացիան դուրս հանող համակարգը, այսինքն լյարդը, երիկամները, ավշային համակարգը եւ այլն եւ այլն։ Այստեղ բարդ մեխանիզմներ կան պսորիազի դեպքում, բայց եթե ճշգրիտ որոշվի, թե որտեղից է սկսում խախտումը, հետընթաց ձևով այդ խախտումը դուրս հանվի, ապա պսորիազը ինքը անցնում է։ Եվ նաեւ նշեմ, որ շատ խնդիրներ սխալ բուժումներից էլ կարող են առաջանալ, նույն պսորիազը, ասենք օրինակ հեպատիտ C-ն բուժելուց, եթե նորից սիմպտոմատիկ բուժում է կիրառվում, դրանից հետո կարող է պսորիազ առաջանալ, կամ ասենք դեղապարկն են կտրում, կամ ստամոքսն են վիրահատում, ռեզեկցիա են անում, այդ ամբողջը կարող է ծանր հետևել, կամ դեղորայքային այլ բուժում է ընդունում պացիենտը, էլի սիմպտոմատիկ, այսինքն թոքաբոր բուժեցին, դրանից ճիշտ չբուժեցին, կավիդով շատ մարդիկ դրանից հետո մաշկային խնդիրներ ունենում, պատճառն է պետք գտնել, հետընթաց բացել այդ խնդիրը ու այդ ժամանակ մաշկը ինքը իրեն կարգավորում։ Առողջ մարդու մաշկը եւ մազերը իրենք առողջ են լինում, այսինքն մաշկի ցանկացած խնդիր, նորագոյացություն, ցան, հետքեր կունայն, կամ մազաթափություն, մազերի ժամանակից շուտ սպիտակելը, մազերի որակ ընկնելը, բարակելը, հայլի անկումը ցույց են տալիս դրանք ներքին հիվանդություն օրգանիզմի, այլ ոչ թե արտաքին, եւ արտաքնապես ազդել այդ ախտանիշներին նշանակում է ներքին հիվանդությունը ավելի բարդացնել։ Նաեւ պսորիազի դեպքում արյունը կան, որ պրոցեսներ են կատարում արյունը մաքրելու համար, դրանք բոլորը ժամանակավոր մի օրվա, 5 օրվա օգուտ են բերում կարճաժամկետ առումով, երկարաժամկետ առումով խախտումը կարող են ավելի մեծացնել։ Արյունը մաքրվում է այն ժամանակ, երբ որ ներքին պրոցեսներն են ճիշտ կատարում, այսինքն ներքին օրգանների պրոցեսները, օրգանիզմը ինքը իրեն մաքրում է, երբ որ տոքսիկ նյութեր չեն առաջանում։ Պսորիազի դեպքում ճիշտ բուժումը կայանում է հենց պատճառը գտնելու մեջ, պատճառը գտնելու, նշեմ նաև հոմեոպաթիկ մեթոդը շատ լավ է միշտ աշխատել, վերջին 200 տարուց ավել պսորիազի բուժման հարցում եւ արդյունքները շատ գոհացնող են եղել, չնայած որ կան խնդիրներ շուտ են բժշկվել, կան խնդիրներ, այսինքն պատճառից է կախված, եթե պատճառը չնչին կամ նոր, կարող է մի ամսում, ամսուկես, 2 ամսում բժշկվել, բայց եթե պատճառը հին է եւ սխալ բուժումներ են կիրառվել, հետընթաց պետք է բացել, դա կարող է տևել կես տարի, 1 տարի, 1.5 տարի, 3 ամիս, այսինքն դա էլ կախված է պացիենտից եւ պացիենտի ապրելակերպից։ Առողջ եղեք։